Ուղիղ 220 տարի առաջ Փարիզում 1793 թվականի նոյեմբերի 10-ին փարիզցիները հավաքվել էին Նոտրդամում եւ նշում էին բանականության փառատոնը։ Փարիզի օպերայի դերասանուհիները ազատության եւ բանականության աստվածուհիների կերպարանքով քայլում էին, իսկ ամբողջ եկեղեցու նվագախմբի կողքին արհեստական լեռ էր կառուցել, որի ամենագագաթին գրված էր նվիրվում է բանականությանը եւ ազատությանը։ Թատերականացված այս ներկայացումը Փարիզում տեղի ունեցած ներկայացնում է կամ արտացոլում է լուսավորականության դարաշրջանի կարևոր երկու սկզբունքները՝ բանականություն եւ ազատություն։ Այսինքն նոր ժամանակների կամ հենց լուսավորականության շարժման ելակետային դրույթը հետեւյալն էր, կարելի է պայմանականորեն հետեւյալ նախադասությամբ փորձել ձևակերպել. Աշխարհը կարելի է հասկանալ, ճանաչել եւ փոխել։ Եվ աշխարհը կարելի է հասկանալ, ճանաչել ու փոխել բնականաբար բանականության ազատ մտքի շնորհիվ։ Սա էր հենց լուսավորականության ելակետային դրույթներից մեկը։ Իհարկե մենք պիտի նշենք, որ սա ոչ թե մեկ օրվա կամ նույնիսկ 1-2 տարվա, այլ պատմական որոշակի process-ի արդյունք էր։ Այս շարժումը սկսել էր դեռևս 15-րդ դարում, երբ եվրոպական վերածննդի եւ հումանիզմի միջոցով այս գաղափարներն արտացոլվել էին գրականության, արվեստի, մշակույթի մեջ, հետո արդեն 16-րդ դարում ստացել էին կրոնական երանգավորումի դեմս ռեֆորմացիայի, իսկ արդեն 17-18-րդ դարում այս շարժումը ստացավ ավելի մասսայական ընթացք եւ թեւակողեց մտավոր կյանքի, ընդհանրապես սոցիալական կյանքի տարբեր ոլորտներ՝ փիլիսոփայություն, բնական փիլիսոփայություն, սոցիալական կառույցներ, տնտեսություն, քաղաքական համակարգ եւ այլն եւ այլն։ Կարևորագույն փոփոխություններից մեկը գիտելիքի եւ իշխանության հարաբերությունների փոփոխությունն էր։ Այս պարագայում մենք նկատի ունենք կրոնական եւ քաղաքական իշխանության, որովհետեւ մինչեւ 17-18-րդ դարը հատկապես գիտելիքը ավելի շատ երկրորդվում էր, սահմանափակվում էր կրոնական եւ քաղաքական իշխանության կողմից, այս երկուսը միասին համագործակցելով երկար ժամանակ մենք գիտենք, որ սահմանափակում էին գիտելիքը եւ ինկվիզիցիայի կամ տարատեսակ բռնաճնշումների միջոցով կոնկրետ մտածող եւ մտավոր ինովացիոն գիտելիք ստեղծող մարդկանց նկատմամբ տեղի ունենում հետապնդումներ եւ այլն եւ այլն։ Այսինքն ելակետային հանգամանքներից մեկը այս ժամանակաշրջանի այն է, որ այս հարաբերությունների փոփոխությամբ գիտելիքի եւ իշխանության միջև ստեղծվեց աշխարհիկ տարածք, որտեղ հնարավոր էր քննարկել սոցիալական կառույցին, քաղաքական կառույցին եւ ընդհանրապես կյանքին վերաբերող բազմաթիվ հարցեր։ Մի բան, որ միջնադարյան շրջանում անհնար էր պատկերացնել։ Գիտելիքը, որպեսզի իր այսպես пассив վիճակից վերածվեր ակտիվ վիճակի եւ գիտելիքը վերածվեր գործոնի, պիտի կազմակերպվեր, պիտի համակարգվեր։ Եվ լուսավորականության շրջանի գիտելիքի, այսպես ասած, երկրորդ կարևորագույն առանձնահատկությունն այն էր, որ այս շրջանում գիտելիքը սկսվեց կազմակերպվել, համակարգվել, կենտրոնացվել որևէ տեղում կամ տեղերում։ Սրա ամենավառ օրինակը Դիդրոյի 17 հատորից բաղկացած հանրագիտարանի ստեղծումն էր եւ ընդհանրապես էնցիկլոպեդիաների շարժումը, հա, այսինքն այս ժամանակաշրջանում ի հայտ եկան ոչ միայն մարդիկ, ովքեր որ ունեին զարգացած գիտական պատկերացումներ, գաղափարներ եւ այլն, առաջ եկան մարդիկ եւ գործունեություն ծավալեցին մարդիկ, ովքեր որ կազմակերպում էին գիտությունը եւ գիտելիքը։ Այս գիտելիքի կենտրոնացվածության, գիտելիքի համակարգման կարևորագույն ձեռքբերումը եղավ այն, որ գիտելիքը դարձավ ժողովրդականացվեց գիտելիք։ Դրանից առաջ գիտելիքը հանդիսանում էր ավելի շատ ինչ որ մարդկանց առանձին խմբերի մենաշնորհը, կոնկրետ գիտնականների, փիլիսոփաների կամ այն ժամանակ եկեղեցուն եւ դրան հարող շրջանակների կամ արքունիքին եւ դրան հարող շրջանակների մենաշնորհն էր եւ հասարակությունը ինքը նոր գիտելիք որպես այդպեսին չէր ստանում կամ ստանում էր շատ դանդաղ, որը ոչ էական նշանակություն ուներ։ Այս շրջանում փաստորեն գիտելիքը ժողովրդականացվեց։ Բացի օրինակ հանրագիտարանից շատ հետաքրքիր գործընթացներ էին տեղի ունենում, օրինակ Հոլանդիայում գոյություն ունեին anatomy theaters անգլերեն, անատոմիական թատրոններ, սրանք բացօթյա դիահերձարաններ էին
հասարակության համար, այսինքն ինչ որ դահլիճներում կազմակերպվում էին մարդկանց դիահերձում եւ մարդիկ կարող էին մասնակցել եւ դիտել դրան կոնկրետ բժշկության բնագավառի, հա, գիտելիքների հետ ծանոթանալու համար։ Այսինքն գիտելիքը մարդիկ սկսեցին ոչ միայն լսել, ոչ միայն կարդալ, այլ նաև տեսնել։ Փաստորեն գիտելիքը դարձավ այս մի քանի տեսանկյունից հասանելի մարդկանց համար։ Եվ սա բնականաբար պիտի բերեր կոնկրետ գործընթացների ու հետևանքների։ Գիտելիքի մյուս տրանսֆորմացիաները, հա, տեղի են ունենում հենց օրինակ տպագիր մամուլի տպագրության միջոցով։ Ավելի ինտենսիվորեն սկսեց թերթերի հրատարակությունը, ավելի մեծ ծավալներով մարդիկ գրում էին, հրատարակում էին, կարդում էին եւ ժամանակաշրջանը պահանջում էր, որպեսզի այս թերթերում խոսվեր նոր տեխնոլոգիաների մասին, նոր գիտելիքների մասին եւ սա ուներ նաեւ տնտեսական հիմքեր, օրինակ ճանապարհորդները, ովքեր որ պիտի գնային տարբեր երկրներ, կարիք ունեին տարբեր երկրների մասին ստանալ ինֆորմացիաներ։ Հետևաբար այս մամուլը, ժամանակաշրջանի ազատ մամուլը եւս սրան նպաստեց եւ կա այսպիսի տեսակետ, իհարկե ոչ առանց հիմքի, որ լուսավորականությունն առաջինը սկսեց զարգանալ Անգլիայում եւ Հոլանդիայում, որովհետեւ մինչեւ 18-րդ դար, 17-րդ դարի վերջ եւ 18-րդ դարի սկիզբ այստեղ ավելի ազատ էր մամուլը։ Այսպես գիտելիքի ժողովրդականացմամբ գիտելիքը վերածվեց գործոնի, սակայն որը դեռ պիտի ստանար կոնկրետ սոցիալական բովանդակություն, տնտեսական, քաղաքական եւ այլ։ Այս պարագայում հատկապես կարևոր է դիտարկել մի տեսություն, հա, որը դեռևս գալիս է Կանտից, բայց մեր ժամանակներում այն բավական զարգացրեց գերմանացի սոցիոլոգ, մտածող Յուրգեն Հաբերմասը, խոսքը մասնավորապես հանրային տարածքների մասին տեսությունն էր։ Ըստ Հաբերմասի հանրային տարածքն այն է, երբ երկուսից ավելի մարդիկ հավաքվում են նույն տարածքում եւ սկսում են խոսել մեկ ընդհանուր թեմայի մասին։ Սա կոչվում է հանրային տարածք, բացի հանրային տարածքից գոյություն ունի նաև մարդու անձնական տարածքը։ Սա Հաբերմասը նաև անվանում է գրական տարածք, սեփական անձնական ստեղծագործական տարածք։ Եվ երբ որ մարդը դուրս է գալիս արդեն հանրային տարածք, մարդը մի տեսակ իր пассив գրավորական վիճակից տրանսֆորմացվում է դեպի ակտիվ նախաձեռնողական վիճակի։ Եվ այստեղ սկսվում է արդեն ավելի ակտիվ ծավալվել մարդու եւ աշխարհի միջև փոխհարաբերությունները։ Եվ այս հանրային տարածքի ստեղծումը ըստ Հաբերմասի, ինչպես նաեւ ըստ մի շարք այլ հեղինակների, ֆունդամենտալ նշանակություն ունեցավ հենց լուսավորականության շրջանում սոցիալական, քաղաքական, տարատեսակ process-ների զարգացման համար։ Բայց բացի տարածքից, կոնկրետ կառույցից, հանրային տարածքները նաև իրենց մեջ կրում են մեկ այլ բաղադրիչ, խոսքը հենց խոսքային փոխանակության մասին է։ Այսինքն այստեղ հանրային տարածքի էական կողմը ոչ թե հենց կառույցն է, հաստատությունն է, որտեղ մարդիկ հավաքվում են, այլ խոսքային փոխանակությունը։ Հաբերմասի բնորոշմամբ, երբ որ մարդիկ միմյանց հետ խոսում են որոշակի թեմաների մասին, կոնկրետ 18-րդ դարի մարդիկ ենթադրենք, նրանք հասկանում են, որ նրանք խոսում են օրինակ քաղաքականության մասին, նրանք ինտեգրվում են քաղաքականության մեջ։ Եվ եթե խոսելու լինենք արիստոտելյան բառապաշարով, այս հանրային տարածքում մարդիկ վերածվում են քաղաքական կենդանիների։ Այսինքն մարդիկ զբաղվում են քաղաքականությամբ, մի բան, որը բնականաբար կրկին բնորոշ չէր միջնադարյան շրջանին։ Հանրային տարածքների ստեղծումը բնականաբար բացի խոսքային եւ բացի կոնկրետ կառույցից նաև ուներ որոշակի վիրտուալ իմաստ։ Հանրային տարածքը դառնում էր որոշակի վիրտուալ երևակայական միասնության միջավայր, այսինքն եթե 18-րդ դարում 3 հոգի կարդում էին Ռուսոյի հանրային դաշինքը եւ նրանց համար դա հոգեհարազատ էր, ապա այդ 3 հոգու միջև որոշակի վիրտուալ միասնականություն էր ձևավորվում եւ հանրային տարածքը դառնում էր նաեւ որոշակի վիրտուալ միջավայր, երևակայական միասնության միջավայր մարդկանց համար։ Եվ հենց այս տարածքում էլ ըստ էության կայանում էր նոր ժամանակների եվրոպական քաղաքացին։ Եթե մենք նախկինում ավելի շատ տեսնում էինք հանրությանը բնորոշող ժողովուրդ, people կամ subject ենթակա եզրույթները, ապա հիմա արդեն ավելի կիրառական է դառնում citizens, քաղաքացիների եզրույթը։ Այսինքն մարդիկ դուրս են գալիս իրենց անձնական տարածքից,
զբաղվում են որոշակի հանրային գործունեությամբ, քաղաքականությամբ եւ հենց այստեղ էլ կայանում է քաղաքացին։ Ինչպիսի կոնկրետ կառույցներում գիտելիքը սկսեց նաև կոնկրետ պրակտիկ դրսևորումներ ստանալ։ 17-18-րդ դարում հատկապես Անգլիայում, իսկ նաև հետո Ֆրանսիայում մի շարք սրճարաններ եւ փաբեր դառնում էին նոր ժամանակների մտավոր տեխնոլոգիաների կամ նոր ժամանակների գաղափարների քննարկման միջավայրեր։ Բազմաթիվ սրճարաններում կամ փաբերում տեղի ունենում հանրային դասախոսություններ, տեղի ունենում էքսպերիմենտներ, կային օրինակ Լոնդոնում կար օրինակ փաբ, Marines Pub, որտեղ որ մարդիկ կարող էին լսել Նյուտոնի տեսության մասին դասախոսություններ։ Այսինքն այս փաբերը դառնում էին կոնկրետ գիտելիքի արդիականացման, գիտելիքի պրակտիկ կիրառության որոշակի տարածքներ։ Փաբերում շատ հաճախ կամ սրճարաններում հաճախ հավաքվում էին մարդիկ, ովքեր ունեին գիտելիք, եւ մարդիկ, ովքեր ունեին գիտելիքի կարիք եւ ցանկանում էին այդ գիտելիքը վերածել տեխնոլոգիաների։ Այսինքն մեր լեզվով ասած դա գիտելիքի տոնավաճառ էր, էքսպո էր։ 18-րդ դարում անգլիական փաբերում եւ սրճարաններում գիտելիքի էքսպոներ էին տեղի ունենում։ Հետագայում ժամանակակիցները այս փաբերը անվանում էին penny universities, կոպեկ համալսարաններ, կոպեկ բառը երևի ավելի շատ նկատի ունեն նրա մատչելիությունը։ Իսկ 1780 թվականին Ջոզեֆ Պրիստլին ստեղծեց մի սրճարան, որի անունը դրեց փիլիսոփայական ընկերակցություն։ Եվ այստեղ հավաքվում էին հենց ժամանակի, ասենք Լոնդոնի մտավոր էլիտայի մի շարք ներկայացուցիչներ, հա, ու քննարկում են բազմաթիվ փիլիսոփայական հարցեր վերաբերող քաղաքականությունը, սոցիալական կյանքին, տնտեսությանը եւ այլն եւ այլն։ Եւ սա ըստեյության դառնում էր այլընտրանք, այս փաբերը, այս սրճարանները դառնում էին այլընտրանք, օրինակ արքայական ընկերակցության համար Royal Society, որը ստեղծվել էր դեռ 17-րդ դարում արքայի կողմից, սակայն այստեղ արքայական ընկերակցությունում օրինակ արգելվում էր կանանց մուտքը, այստեղ հիմնականում հավաքվում են քաղաքականապես пассив զանգված, այսինքն կային բազմաթիվ սահմանափակումներ։ Իսկ սրճարաններում եւ փաբերում այդ սահմանափակումները չկային եւ այս տարածքները դառնում են ինտելեկտուալ այլընտրանք այդ ակադեմիաների համար։ Լոնդոնյան այս փաբերում, սրճարաններում, այսինքն հավաքվում էր Լոնդոնի քաղաքային ավանգարդը, Փարիզում, Ֆրանսիայում նույն կերպ գործընթացները չընթացան։ Կոնկրետ սրճարաններում եւ փաբերում ավելի շատ մարդիկ խոսում էին շշուկով, որովհետեւ այստեղ հաճախ նրանց գաղտնալսում եւ հրատարակում էին նրանց խոսակցությունները եւ մարդկանց հետապնդումների էին ենթարկում։ Բայց Փարիզում մեկ այլ մշակույթ զարգացավ, մասնավորապես սալոնների մշակույթը, եւ այս սալոնները հիմնականում կազմակերպում եւ ղեկավարում էին կանայք։ Եվ նույն այս սալոններում տեղի են ունենում կրկին փիլիսոփայական եւ մտավոր տարբեր տիպի քննարկումներ, դիսկուրսներ եւ այլն եւ այլն։ Իհարկե պիտի նշենք, որ այս ժամանակաշրջանում ամեն ինչ հարթ չէր ընթանում եւ հաճախ հենց նման կազմակերպություններին կամ տարատեսակ միջավայրի նկատմամբ հետապնդումներ են իրականացվում, օրինակ թերթերի կամ հրատարակչական կազմակերպությունների նկատմամբ երբեմն ավելի խիստ հարկային քաղաքականություն էր իրականացվում բարձր հարկերի տեսքով եւ ժամանակակիցները դա անվանում են գիտելիքի հարկ։ Եթե փորձենք ամփոփել, կարելի է մի քանի այսպիսի եզրահանգում անել, հա։ Լուսավորականության ժամանակաշրջանում հասարակությունը կամ եթե ասելու լինենք հասարակության մտավոր ընտրախավը, հա, էլիտան կատարեց մի գործ ժամանակի ընթացքում, որը կարելի է անվանել եւ որոշ հետազոտողներ անվանում են ստեղծագործ ավերում։ Այսինքն հին կարգը կործանվում էր, բայց զուգահեռաբար ստեղծվում էր նորը։ Եվ դա կոչվում է ստեղծագործ ավերումի գործընթաց։ Իսկ ես ավերում եմ, բայց նաեւ ստեղծում եմ։ Երբ որ գոյություն ունեցող կարգը վերանա, դրա փոխարեն կլինի մեկ այլ բան։ Գոնե ժամանակի ընթացքում դա կստեղծվի։ Բայց պետք է նշել մի կարևոր հանգամանք, որ գիտելիքը եվրոպական տարբեր երկրներում բնականաբար ընկալվում էր տարբեր կերպով, գրվում կամ թարգմանվում էր տարբեր լեզուներով, տարբեր արժեքային համակարգի պայմաններում ու բնականաբար կիրառվում էր տարբեր կերպ։
եւ այս գաղափարի ամենացայտուն դրսևորումը երևի հենց անգլիացիների եւ ֆրանսիացիների ուղիների տարբերությունն էր։ Եթե անգլիացիները գնացին 1688 թվականին հեղափոխական կոմպրոմիսի ճանապարհով եւ հավասարակշռության միջավայր հաստատեցին միապետի եւ պարլամենտի միջև առանց արյան, ապա ֆրանսիացիները ռադիկալ կերպով հեղափոխություն արեցին եւ գլխատեցին իրենց թագավորին։ Բայց ընդհանուր արդյունքը կարելի է ասել միանշանակ, որ այս մի քանի տասնամյակների կամ նույնիսկ մի քանի հարյուրամյակների, եթե սկսում ենք վերածննդից, այս շարժման գլխավոր արդյունքը հենց նա էր, որ մի տեսակ աշխարհի կենտրոնը դարձավ մարդը եւ իր բանականությունը։ Ու թերևս հենց այս հանրային միջավայրերում բանականությունը սկսեց նաեւ դուրս գալ կոնկրետ անհատական սահմաններից, ինչպես Կանտն է ասում, եւ այդ հանրային միջավայրում բանականությունը դարձավ համընդհանուր կերպարանք ստացավ։ Եվ հենց այս համընդհանուր բանականությունն էլ դարձավ լուսավորականության շրջանի սոցիալական շարժումների հիմնական շարժիչ ուժերից մեկը։